Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյդի Վենսի դիվանագիտական առաջին կանգառը Հարավային Կովկասում Երևանն է։ Փետրվարի 9-ին բարձրաստիճան պաշտոնյան մեր երկրում հանդիպումներ կունենա, որից հետո կմեկնի Բաքու։ Այցը պատմական են որակում փորձագետներն ու վերլուծում, թե ինչ ազդակներ է փոխանցելու Վենսը երկու մայրաքաղաքին։ Այս հայցը իսկապես մոտավորապես 2 ամսից ավել պլանների մեջ կա, Միացյալ Նահանգները ահագին ժամանակ եւ ռեսուրս է հատկացրել այս հայցին։ Իսկապես սա Ամերիկա-Հայաստան հարաբերությունների մեջ եւ տարածաշրջանի հետ կապված առաջին անգամն է, որ Միացյալ Նահանգների փոխնախագահան, այսինքն աշխարհի երկրորդ ամենահզոր անձը այցելում է այս փոքր տարածաշրջանը եւ առաջին այցը լինելու է Հայաստանում, դրանից հետո 2 օր հետո նա մեկնելու է Ադրբեջան։ Ամերիկյան բարձր մակարդակի այցերը տարածաշրջան հաճախ չեն լինում։ Երևանը վերջին անգամ նման ուշադրության կենտրոնում էր 2022-ին ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցի ընթացքում։ Իսկ նախագահական մակարդակով առաջին ու վերջին այցը Հարավային Կովկաս հեռավոր 2005-ին էր, Ջորջ Բուշն այցելեց Թբիլիսի։ Այս համատեքստում փոխնախագահի ներկայիս շրջագայությունը դիտվում է որպես Վաշինգտոնի ներգրավվածության նոր փուլ։ Տարածաշրջանում այս ձևավորվող ստատուս քվոյում մրցակցությունն ավելի ակտիվացել է։ Ռուսաստանի դիրքերի փոփոխությունը բերել է նրան, որ Թուրքիան, այլ խաղացողներ եւ արդեն այսօր կարելի ասել ԱՄՆ-ն փորձում են այս տարածաշրջանում դիրքավորվել, իրենց նիշան գտնել եւ դրանից ելնելով ազդեն նաեւ ապագա այս դեռ եւս ձևավորվող ստատուս քվոյի վերջնական պատկերի կերտման վրա։ Ջեյդի Վենսի այցի հիմնական նպատակը Սպիտակ տան միջնորդությամբ անցած տարի Վաշինգտոնում ձեռք բերված խաղաղության համաձայնագրին աջակցելն է եւ Հայաստանի ու Ադրբեջանի հետ կնքած փոխըմբռնման համաձայնագրերի կյանքի կոչումը։ Առաջինը, որ իսկապես քննարկեն Հայաստանի հետ եւ հրապարակեն հանրությանը այս թրիփի Թրամփի ուղի ծրագրի հետ կապված մանրամասներները, ոնց է լինելու, ինչ է լինելու եւ հավանական է, որ պետք է որ մի հատ փոքր արագություն կկազմակերպեն Վանցի եւ Հայաստանի վարչակազմի եւ մեր ղեկավարության հետ այդ միջոցառումը իսկապես նպատակը նա է, որ ամբողջ հանրությունը տեսնի, որ գնում ենք դեպի որ ճանապարհ եւ որն է Թրամփի ուղի լայն ռազմավարությունը կլինի տնտեսական տեսանկյունից, կլինի ապասահմանափակման տեսանկյունից եւ կլինի Հայաստանի անվտանգության տեսանկյունից։ Վենսի այցին ընդառաջ արդեն մեկնարկել են թրիփի տեղանքի հետազոտման աշխատանքները։ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունն է հայտնել պետքարտուղարության գլոբալ ենթակառուցվածքների ու ներդրումների շուրջ գործակցության հիմնադրամի պատվիրակությամբ Հայաստանում է ամերիկյան ճարտարագիտախորհրդատվական ընկերության թիմը։ Երևանում Վենսի հետ բանակցությունների օրակարգում է նաև միջուկային համագործակցության համաձայնագիրը։ Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովին անցյալ տարի այն հուշագիրները, որ Հայաստանը ստորագրեց Միացյալ Նահանգների հետ, դրանցից մեկը սպეციფიկ էր այլ միջուկային էներգետիկայի հետ կապված։ Եվ 2 տարի Հայաստանը բանակցությունների մեջ է Միացյալ Նահանգների հետ, այդ կոչված 1-2-3 բանակցությունների եզրույթում։ Եվ այս ստորագրությունը հիմնված է լինելու այդ բանակցությունների արդյունքով։ Այդ առումով շատ դրական է լինելու Հայաստանի համար եւ թույլ է տալու Հայաստան ձեռք բերի այն կարողությունները, որ նա ունենա իսկապես ինքնուրույն եւ անկախ էներգետիկայի արտադրանքի կարողություն։ Առանց այդ համաձայնագրի ստորագրման ԱՄՆ-ն թույլ չի տալիս իր երկրի տարածքում գործող միջուկային ոլորտի որևէ ընկերության համագործակցել այլ երկրի հետ։ Վենսի Երևան այցի ընթացքում կքննարկվի նաև արհեստական բանականության եւ կիսահաղորդիչների ոլորտում գործընկերությունը, որի մասին հուշագիրը եւս ստորագրվել էր անցյալ տարի օգոստոսի 8-ին։ Շատ կարևոր եմ այստեղ համարում արտադրություն բառը, որովհետեւ օգոստոսի 8-ին ստորագրված համաձայնագրով ենթադրվում էր, որ Հայաստանում որոշակի հաբ է ստեղծվելու, ինչը նորից ենթադրում էր, որ լինելու է ապրանքների պահեստավորման եւ հետագա մատակարարման հանգույց, բայց արտադրություն բառը, որը արդեն Տրամփի խոսքում կա, նշանակում է, որ մոտեցումը փոխվել է կամ լրացվել է եւ ենթադրվում է կիսահաղորդչային սարքերի Հայաստանի Հանրապետությունում արտադրման որոշակի հանգույցի
իրականացում, ինչը ակնհայտորեն բարձրացնում է մակարդակը հայ-ամերիկյան համաձայնության այս ոլորտում, եւ եթե այս ենթադրությունը իրականություն է եւ եթե նման համաձայնություն ստորագրվի Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև, ապա Հայաստանը թե տարածաշրջանային, թե գլոբալ ավելի մեծ նշանակություն կստանա։ Այլ է Ադրբեջան այցի օրակարգը։ Թրամփը հայտարարել էր, որ Բաքվի հետ կքննարկեն ռազմավարական գործընկերության խորացման հարցեր։ Ադրբեջանին կվաճառենք Ամերիկայի Միացյալ Նահանգներում արտադրված պաշտպանական սարքավորումներ, ինչպիսիք են զրահաբաճկոնները, նավակները եւ ավելին։ Ադրբեջանում դժգոհություն կա, թե փորձագետների մակարդակով, թե լրագրողների մակարդակով նկատել եմ։ Ադրբեջանցիները անհանգիստ են, որ Հայաստանը ստանում է ռազմավարական համաձայնություններ կապված նույն կիսահաղորդիչների արտադրության հետ եւ նաեւ ատոմային էներգետիկայի զարգացման հետ, բայց Ադրբեջանը դրա փոխարեն ստանում է ինչ-որ ապրանքներ, թեկուզ եւ ռազմական ոլորտում, ինչը Ադրբեջանում համարում են ոչ համարժեք Հայաստանի ստացածին, եւ այս դժգոհությունը հասկանալի է, որովհետեւ արտադրությունը, ատոմակայանի կառուցումը եւ այլն դրանք ռազմավարական զարգացումներ են ենթադրում, ինչ-որ ապրանքների մատակարարումը ընդհակառակը կոնկրետ մեկ ժամանակի համար նախատեսված գործընթացներ են։ Տնտեսական ու ռազմավարական հարցերից բացի վերլուծաբանների գնահատմամբ ԱՄՆ փոխնախագահի այցը Բաքու եւս մեկ նպատակ ունի՝ ճնշում գործադրել, որ խաղաղության գործընթացն ամբողջանա։ Հավանականությունը շատ բարձր է, որ փոխնախագահ Վենցը ճնշում կդնի Ադրբեջանի վրա գերիների հետ կապված խնդիրը, Հայաստանի տարածքների գրավելու հետ կապված խնդիրը, որը բոլորը դա կապնված են խաղաղության գործընթացի հետ։ Հետևաբար այցը ոչ թե PR քայլ է, այլ կոնկրետ արդյունքի միտված գործողություն, շարունակում է մասնագետը։ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի այցը գլոբալ աշխարհաքաղաքական ենթատեքստ եւս չունի, վերաբերում է միայն Հարավային Կովկասին, նշում է ԱՄՆ Նևադայի համալսարանի պրոֆեսորը։ Կապվել սա Իրանին հետ կապված եւ այլն, դա մի քիչ ազնիվորեն չափազանցված մոտեցում է։ Համը պետք է հասկանանք, որ Իրանը փոխնախագահ Վանցի պարտականությունների մեջ չի մտնում։ Դա ավելի արտգործնախարար Ռուբիոյի եւ անվտանգության ոլորտի եւ անվտանգության ղեկավարության պարտականությունն է։ Վրաստանում եւս հետևում են այս զարգացումներին։ Վարչապետ Իրակլի Կոբախիձեն անձամբ է մեկնաբանել Վենսի այցը տարածաշրջան ու հիշեցրել, Թբիլիսին նույնպես հարավկովկասյան հաղորդակցուղիների մաս է կազմում։ Վրաստանը սպասում է, Վրաստանը ցանկություն ունի, բայց Վրաստանը դեռևս ունի որոշ չպատասխանված հարցեր եւ հարաբերությունները Վաշինգտոն-Թբիլիսիի միջև դեռևս չեն հասել օրակարգային այն իրավիճակի, երբ որ Վաշինգտոնը տարբեր կոնֆլիկտների նախաձեռնություններով զբաղված լինելով, Վրաստանը ոնց որ մնացել է սպասողական այս ցուցակի մեջ հաջորդ քայլերից մեկում եւ ես չեմ բացառում, որ տեսեք, երբ որ եղավ բարձրաստիճան այց Հայաստան եւ Ադրբեջան, նաեւ զուգահեռ պետդեպի բարձր պաշտոնյա հասել է Թբիլիսի, որտեղ նաեւ քննարկման մեջ հիմնակարը այն էր, որ Վրաստանի մասնակցությունը տրիպի այդ գաղափարի շուրջ է, ասենք այդ նախագծերում ոնց կարող է ներգրաված լինի։ Փորձագետները Միացյալ Նահանգների փոխնախագահի այցից մեծ սպասելիքներ ունեն, վստահ են Վենսը տարածաշրջանից ձեռնունայն չի հեռանա, առնվազն համաձայնություն կստանա Բաքվից, որ մինչև տարեվերջ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը կստորագրվի, իսկ մինչև այդ ամերիկացի գործընկերները ակտիվ հետևելու են Հայաստանի խորհրդարանի առաջիկա ընտրություններին։ Միացյալ Նահանգները եւ ամբողջ մեր արևմտյան ընկերները մտահոգված են 26 թվականի հունիսի ընտրություններով եւ մտահոգված նկատի ունեն, որ այն աշխատանքները, այն խոչընդոտումները եւ այն հիբրիդային ծրագիրները, որ Ռուսաստանն ունի եւ կիրառելու է։ Եթե Միացյալ Նահանգների բարձրաստիճան առաջին պաշտոնյան 2022-ին տարածաշրջան եկավ պատերազմի լարվածության պահին հիմնականում քաղաքական ուղերձներով, ապա 4 տարի անց ԱՄՆ փոխնախագահի այցը տեղի է ունենում խաղաղության պայմաններում, դիվանագիտական հստակ օրակարգով։ Վոլոդիա Մուշեղյան, Հովհաննես Քյոսեյան եւ Արմեն Գրիգորյան, Կիրակնորյալ լուրեր։